Սահմանադրությունը կհանեն, Հայաստանը կհազնեն, Ծիծեռնակաբերդը կքանդեն, ցեղասպանությունը կմոռանան, Արարատը կմոռանան, էլ ինչ է մնացել, ոչ մի բան։ Մի ժեշտի կուտոր։ Եվ հետևաբար ինչպիսի ղեկավար պետք է լինի, որ այդ խնդիրներին լուծի։ Շատ ուժեղ դիվանագիտությամբ ուժեղ ղեկավար է մեզ պետք, որ կարի այս քանդված աշխարհը ոտքի կաղնեցնի։ Արցախի վերադարձը ամենակարևորը։ Մեզ մենակ է հետաքրքիր Արցախի վերադարձը։ Ձեր կարծիքով Հայաստանի հաջորդ վարչապետը ինչպիսին պետք է լինի։ Խելացի, բանիմաց, ճիշտ հավասարակշիռ։ Իսկ Փաշինյանի գործունեությունը ինչպես է։ Ինձ չի հետաքրքրում։ Ուժեղ կամքի տերմարդ, ժողովրդին տեր եղնին։ Եթե ժողովրդին տեր եղնում, խաղաղությունը կլինի։ Ձեր կարծիքով Հայաստանի հաջորդ վարչապետը ինչպիսին պետք է լինի։ Ուժեղ եւ ժողովրդին նայող։ Ու դա պետք է եղնի Սամվել Կարապետյանը։ Всё։ Խաղաղություն էլ ինքը կբերի։ Դուք ասում եք, որ ունեք նախընտրած տեխնացու, բայց Փաշինյանն ասում է, որ ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Բանը չի լինելու։ Նաբարոդ Հայաստանը կփրկվի դրանից։ Եղավ։ Всё, էլ բան չունեմ ասելու։ Ինչպիսի վարչապետ կուզեք հաջորդիվ տեսնել Հայաստանում։ Ուժեղ տղամարդու խոսք պետք է ունենա, ասածն անի։ Մենք ունենք տեխնացու։ Թող սա Հայաստանն էլ ուրախանա, որ մենք ունենք մեծատառով Սամվել Կարապետյան, մեծատառով, որը իր գրբանից սարքել օգնությունա տվել, ամեն ինչն արել է, այսօր գոռում են Փաշինյանն է արել բյուջետի փողից։ Իսկ Սամվել Կարապետյան իր սեփական քրդինքով վաստակած փողով արել է։ Միայն ես տեսնում եմ Սամվել Կարապետյանին ու ոչ ոք։ Հայաստանի ուժը, Հայաստանի ծաղկումը, Հայաստանի բարգավաճումը Սամվել Կարապետյանի ձեռքերով է։ Ժողովուրդ, աչքներդ բացեք։ Բացեք աչքներդ ժողովուրդ, ընտրեք մարդուն, ով կարող է Հայաստանի գոնե եղած մասը պահի։